Տարիներ առաջ դերասանուհի Իրինա Այվազյանը մուտք գործեց հայկական հեռուստասերիալներ ու գրավեց հանրության ուշադրությունը, դառնալով շոու-բիզնեսի ամենաքննարկված հայտնիներից մեկը։ Իրինան շարունակում է պահպանել սոցիալական հարթակներում իր ակտիվությունը, ցույց տալով առօրյայի մանրամասները, այնտեղ պատմելով իր նոր նկարահանումների, նոր աշխատանքների մասին և իհարկե տարբեր տեսանյութեր ու անձնական լուսանկարներ տեղադրելով։ Դերասանուհու ինստագրամյան էջում հաճախ կարելի է տեսնել նաև ընկերների հետ անցկացրած ժամանցից մի քանի դրվագներ անկեղծ գրառումներով։ Վերջին շրջանում, սակայն, նկատելի է, որ Իրինան խուսափում է ամբողջական լուսանկարներ տեղադրելուց և հրապարակում է միայն ինքնանկարներ։ Պատճառը թերևս այն է, որ դերասանուհին կրկին հավաքել է ավելորդ քաշ։ Նա ինքն իր ինստագրամյան էջում նոր տեսանյութ էր հրապարակել ու պատմել այդ մասին։ Իրինան մասնավորապես նշել է, որ հիմա այն քաշին է, որին երբեք չի եղել իր կյանքում։ Դերասանուհին նաև պատմել էր այն մասին, որ դիետայի նոր փուլ է սկսվում իր կյանքում։ Նա նախընտրում է առողջ սնունդն ու մարզումները։ Իրինան մի քանի օր առաջ պատմում էր այն մասին, որ նույնիսկ հաջողություն է գրանցել ու մի քանի կիլոգրամ արդեն կորցրել է։ Դե իսկ երեկ նա հրապարակել էր տեսանյութ, որտեղ երևում էր, որ մարզասրահում է ու փորձում է բարելավել իր արդյունքը կորցնելով հավելյալ կիլոգրամներ։ Դերասանուհու հրապարակած տեսանյութն առաջարկում ենք դիտել առանց մեկնաբանության։ Հավելենք նաև, որ Իրինա Այվազյանը ամենաքննարկված ու նաև քննադատված դերասանուհիներից մեկն է հայկական շոու-բիզնեսում, իսկ պատճառը նրա անձնական կյանքն է, երբեմն նաև արտաքին տեսքը։ Իրինան իր ավելորդ քաշի մասին շատ է խոսել, սակայն բոլորովին վերջերս դերասանուհին խոսել էր նաև կրկին էլ ավելի գիրանալու մասին։ Նա նշել էր, որ իր կյանքում երբեք այսքան գեր չի եղել։ Star News-ը ձեզ է ներկայացնում նաև այդ մասին հոլովակը։ Ամենածիծաղելին գիտեք որն է, որ երբ որ ես մի քանի օր առաջ ստորի արեցի ու ասացի, որ ես արդեն հասել եմ 76 կիլոգրամի, բոլորի մոտ տպավորություն էր, որ ես նիհարել եմ, բոլորը հարցնում էին, թե ոնց եմ նիհարել։ Իրականում շատ եմ չաղացել ու երբեք չեմ եղել 76 կիլո, մաքսիմումս եղել է 70 ու մի քիչ։ Չգիտեմ, լավ զգամ ինձ, որ տպավորություն է, որ ես նիհարել եմ, թե վատ զգամ, որ ես այդ քաշին եմ երևացել, բայց ամեն դեպքում ես հիմա պատասխանում եմ այսենց ամբողջ օրը այսենց պայուսակով, որի մեջ առողջ սնունդ է, ճիշտ է, առաջին մի քանի օր շատ դժվար է, սովամահ եմ լինում, բայց այսօր արդեն շատ հեշտ է, այսօր երրորդ օրն է, այսօր սով չեմ ստացել առանձնապես, երեք ամենաբարդ օրն էր, որովհետև երեք Հայն չի ուզում ասել, երեք համել ծնունդի էի հրավիրված, այնտեղ կար տորտիկ, դուք գիտեք ես ինչ աստիճանի եմ սիրում տորտիկներ և ամեն ինչ, քաղցրի հետ կապված։ Եվ բացի դրանից ես խմում եմ մելատոնին, որ քնիս ռեժիմը կարգավորվի և մագնի B6 և խորհուրդ չեմ տալիս հետևել իմ օրինակին առանց բժշկի հետ խորհրդակցելու, բայց անվնաս բան չի արվում ամեն դեպքում։ Այսքանը, հաջողություն։ Ասում եմ անվնաս բան չի արվում ամեն դեպքում, վնասակար բան չի արվում ամեն դեպքում, այդպես մոռացա ասեմ, որ ես սա երրորդ օրն է, բայց այսօրը չհաշված, 2 օրում արդեն ունեմ 1 կիլոգրամ 1 կիլոգրամ քաշի կորուստ, ճիշտ է, ես չեմ սիրում կորուստներ, բայց ամեն դեպքում սա միակ կորուստն է, որը ես ընդունում եմ։ Դերասանուհի Իրինա Այվազյանը շատ ակտիվ գործունեություն է ծավալում։ Իրինան վերջերս «Ես ինձ գիտեմ» հաղորդման հյուրն էր, որի ընթացքում հարցին սխալ պատասխանելու դեպքում Իրինան պետք է իր կյանքից մի ամոթալի պատմություն պատմեր։ Star News-ը ներկայացնում է դրանցից մի քանիսը։ Պարտվելուց հետո Իրինան հետևյալ պատմությունը պատմեց։ Նկարահանվում էի հեռուստասերիալներից մեկում, կորպորատիվ երեկույթ պետք է լիներ, գնացինք, խմիչք չկար, տնօրենի հետ կռիվ արեցի, ասեց՝ քո արաղը հեսա կգա, պատվիրել եմ։
Արաղը բերում են, խմում եմ արագ, դադար չեմ տալիս, ու վեր եմ կենում սկսում եմ պարել, ու կորպորատիվից անցնում է կես ժամ, ես վատանում եմ։ Մեր օպերատորներից մեկը, Վարդանը, ում հետ շատ մտերիմ էի, ասում է արի գնանք, մեքենան բացեմ, մեջը պարկի, մի քիչ կհանգստանաս, հետո կգաս ու էլի կպարես։ Գնում եմ մեքենայի մեջ, պարկում եմ, հետո զգում եմ, որ սիրտս ահա որ խառնում է, ուզում եմ դուռը բացեմ, որ ինչ-որ մի տեղ փսխեմ, դուռը բացում եմ, չի բացվում, ինչ պետք է անեմ, պետք է փսխեմ մեքենայի մեջ, այդ ժամանակ կոժից յուբկա էի հագել, փսխում եմ ամբողջ մեքենայի մեջ ու պարկում եմ իմ փսխածի մեջ, ու տենց գալիս տեսնում են այդպես քնած եմ, այդ ամենից հետո մինչև կորպորատիվի ավարտը ես այդպես էլ մնում եմ, այդ ամենից հետո Վարդանը մեքենան տանում է Խիմչիսկայի, որովհետև ահա որ վիճակ էր, անկեղծացավ Իրինան, ու հաղորդման թողարկվելուց անմիջապես հետո սկսվեցին քննարկումներն ու իհարկե քննադատությունները։ Դերասանուհին էլ իր ինստագրամյան էջում անդրադարձել է խոսակցություններին ու վատ մեկնաբանություն գրողներին։ Star News-ը ձեզ է ներկայացնում դերասանուհու խոսքը առանց մեկնաբանության։ Ես ինձ գիտեմին հյուր էի գնացել, երեք լինքը տեղադրել էի, այսօր մտա, որ երեխեքից մեկին ցույց տամ ու ասենց մեկնաբանություններից մեկը, հենց այն որ ասենց բերում է, մի մեկնաբանություն է բերում, ոնց որ այդ մեկնաբանությունը աչքիս ընկավ, մեկը գրել էր, ինչ որ տեքստ էր գրել ու գրել էր ամոթ է, հայ աղջիկ ես, ուզում հասկանամ այդ հայ աղջիկ արտահայտությունը նախ ինչ է եւ ուզում եմ հասկանամ ճիշտն ասած ամոթը որն է փսխելը կներեք տհաճ եմ խոսում բայց հաղորդման ֆորմատը էդ էր պատմել եմ ամոթալի պատմություններ որոնց մեծամասնությունը կապված է հենց դրա հետ ուզում հասկանամ այդ մեկնաբանություն գրողը երբեք իր կյանքի ընթացքում չի փսխել թե ինքը հայ չի Եվ մեկն էլ մեկնաբանություններ գրել անկեղծ ծիծաղել եմ, անկեղծ լիաթոք ծիծաղել եմ այդ մեկնաբանության վրա մեկը գրել էր ինչ ջրիկն է չի պատկերացնի մյուսն էլ գրել էր անուն էր տվել ու գրել էր լավա ժամանակին պրծավ այս խայտարակությունից Տանից դուրս եմ եկել գլխիս տոբրակով, այսօր ողեթափերով և մախաջաշով այսպես ասել։ Ես թվում եմ մեր շենքի ամենատարօրինակ մարդը ես եմ։ Ու ինձ որ սենց կամ ոնց տեսնում են նորմալ է իրենց համար մեր շենքի բնակիչների էլի։